Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Հասմիկ Հակոբյանի հետ։ Բարև ձեզ Տիկին Հակոբյան։ Տիկին Հակոբյան, ընտրություններից հետո տեսնում ենք ինչ որ խառը իրավիճակ, եթե կարելի է այդ մի բառով բնորոշել, ընդդիմադիր շատ ուժեր դժգոհ են ընտրությունների արդյունքներից, ընդհանուր առմամբ դժգոհություն կա, եթե չեմ սխալվում, նաև քաղաքացիական պայմանագրի մոտ, ընդդիմադիրները սահմանադրական դատարան են դիմել, վիճարկում են, երկրորդ փուլ են պահանջում, այսպես ասում են, որ անգամ նման հայտարարություններ են անում, մտածում են, մտորում են մանդատները վերցնել, թե չվերցնել, խորհրդանում տեսնում ենք, որ ընդդիմադիրները արդեն իսկ չեն ներկայանում նիստերին, ինչ է կատարվում ընդհանուր առմամբ։ Ես որևէ խառը իրավիճակ չեմ տեսնում անկեղծ ասած, ընդդիմությունը դժգոհ է, որովհետև այո, այն մի ուժը խոստացել էր, որ ինքը արդեն վարչապետ է, իրանք իշխանություն են, բայց տեսակ, որ ինչ եղավ, այն մյուսները գիտեին, թե իրենք պոչի դեր ստանձնելով կարող են սողոսկել խորհրդարան, տեսակ, որ պոչ թողեցին նորեկան մողեսի նման սրանք եւ պարզը որ իրենք պետք է դժգոհ լինեին։ Մենք գոհ ենք մեր ստացած ձայներից, մենք շնորհակալ ենք մեր քաղաքացիներին, մենք ստացել ենք մեծ վստահություն եւ սա հավելյալ պատասխանատվություն է նաեւ մեր առաջիկա 5 տարիների գործունեության համար։ Մեր դժգոհությունը կայանում է այս մասշտաբային ընտրակաշառքների բաժանման հետ կապված, մեր դժգոհությունը նրանում է, որ մեր քաղաքացիներն անվանարկել են տարբեր վիրավորանքներ, մենք մինչև այսօր լսում ենք արդեն ընտրությունները ավարտված են, բայց մենք դեռ ամեն օր լսում ենք ձայնագրություններ հակակոռուպցիոնի հրապարակած, թե ինչպես են ատում ժողովրդին այս ուժերի ղեկավարությունը, նրանց ուրեմն տասովշիկները, նրանց պատասխանատուները, շտաբային եւ այլն։ Սա է ամբողջը եւ դժգոհ ենք նաեւ որ այդ երրագլխի որոշ մարմնի մասեր եկան հայտնվեցին խորհրդարանում, որովհետեւ մեր լավագույն ուրեմն սցենարը կլիներ, երբ որ այս պատերազմի կուսակցությունը չկարողանար սողոսկել խորհրդարան, չկարողանար շարունակել այդ պատերազմի հռետորաբանությունը, չտար հնարավորություն օրինակ Ադրբեջանին շարունակելու խոսել թեմաների մասին, օրինակ ադրբեջանցիների վերադարձ, եթե դրա մասին խոսեն, որտեվ եթե հայլայն իրենք հիմա այս ուժերը ասել են, որ Ղարաբաղ վերադարձի թեման իրենց համար ակտուալ է եւ իրենց օրակարգում է, բարձր չէ որ Ադրբեջանը սկսելու է հայլայն կերպով խոսել ադրբեջանցիների վերադարձի մասին, իսկ մենք լավագույն մեր երկրի համար սցենարը կլիներ, որ այս թեման փակված լիներ, բացարձակ վերադարձի մասին չխոսեինք, խոսեինք ապագայի մասին, խոսեինք համատեղ ծրագրերի մասին, խաղաղության ամրապնդման մասին, ավելի ինստիտուցիոնալ դարձնելու մասին եւ փոխադարձ շահերի մասին։ Տիկին Հակոբյան, ներողություն եմ խնդրում, բայց ինչ է արել քաղաքացիական պայմանագիրը, որպեսզի այդ ուժերը, որոնց դուք անվանում եք եռագլուխ հրեշներ կամ պատերազմի կուսակցություններ, չհայտնվեն խորհրդանում, որովհետեւ ինչ որ մի քաղաքական զանգվածը ձեզ մեղադրում են իրանում, որ դուք բոլոր մեխանիզմները, օրենսդրական նաեւ լծակները ունեցել եք, որպեսզի կարողանաք այդ ուժերին դուրս դնել սահմանադրական ճանապարհով, օրենքի ուժով դուրս դնել ընտրական process-ներից, բայց դա չեք արել։ Մենք որպես քաղաքական ուժ տվել ենք հնարավորություն անկախ սահմանադրական մարմիններին եւ դատաիրավական համակարգին դուրս թողելու այն ուժերին, որոնք համապատասխան են դուրս թողելու չափանիշներին։ Արդյոք ես կարծում եմ, որ պետք է չմասնակցեին այդ համատարած ընտրակաշառքներ բաժանողները կամ օտարերկրյա ազդեցության գործակալները եւ այդ նման ուժերը, այո, ես այդպես եմ կարծում, բայց դա իմ կարծելով չի կարող լինել, հա, չի կարող կենտրոնական ընտրական հանձնաժողովը, սահմանադրական դատարանը կլինի, որևէ դատավոր, որը որոշում կկայացնի նրանց դուրս թողելու, իմ տեսակետով դուրս թողի։ Այնպես որ մենք, եթե ինչ-որ մեկը պատկերացնում որ մենք պետք է հրահանգենք դա անել, ոչ։ Մենք եկել ենք իշխանության եւ 18 թվականին հեղափոխություն ա եղել նրա համար, որ վերևից քաղաքական իշխանությունը զանգերով չորոշի հարցեր, սա է, մենք ավել բան չենք կարող անել, մենք շատ լայն ուրեմն արշավներով ամեն օր տեղեկացրել ենք մեր քաղաքացիներին, բացատրել ենք, պարզաբանել ենք, թե ինչու այս ուժերը պետք է շատ ձայն չհավաքեն, ինչու նրանք չեն կարող իշխանություն ունենալ, դուք կհիշեք, որ մենք առաջ ենք տանում այն թեզը, որ սրանք եթե
գան իշխանության, ապա պատերազմն անխուսափելի է առաջիկայում եւ փառք Աստծո, այս մեր հորդորը տեղ հասավ եւ չստացան այնքան ձայն, որպեսզի կարողանան նորից Հայաստանը հետ գլորել պատերազմական շրջան։ Բայց քաղաքացիական պայմանագիրն էլ չստացավ սահմանադրական մեծամասնություն, ինչի ակնկալիք մենք հիմա էլ չունենք սահմանադրական մեծամասնություն, այսինքն այդպես մենք ունենք այն կարգավիճակը այս գալիք խորհրդարանում, ինչը որ նախորդ խորհրդարանում էր, այսինքն օրենքներ ընդունել, սահմանադրական մարմիններում ուրեմն պաշտոնյաներ ընտրել եւ այլն, այսինքն բոլոր հնարավորությունները էլի կարող են կիրառել, այստեղ մեզ համար ոչինչ չի փոխվել, իսկ այդպես պարզ սահմանադրական մեծամասնություն անգամ օրենքով թույլատրված էլ չէ, եթե մենք ունենայինք այնքան ձայն, որ սահմանադրական մեծամասնություն, ապա օրենքով այդ մեկ մանդատ կավելանար ընդդիմությանը, որպեսզի մի ուժ չկարողանա ամբողջությամբ իշխել ու անել ինչ կցանկանա մեծ հաշվով։ Այնպես որ մենք նույն կարգավիճակն ունենք եւ սա նորից մեր աշխատանքները որևէ կերպ չի խոչընդոտվելու, որևէ կերպ չի կարող տորպեդահարել ընդդիմությունը երկրի, այսպես ասած, բնականon հունը։ Իսկ երբ որ դու չես կարողանում օրինակ ընտրել որևէ դատավոր, որևէ մարմնի կենտրոնական ընտրական հանձնաժողով, ՀՌՀ տարբեր մարմիններում չես կարողանում ընտրել պաշտոնյաներ, որը վերապահված է խորհրդարանի դերը, ապա այդ մարմնի աշխատանքները տորպեդահարվում են։ Հիմա մենք էլի ինչպես նախորդ խորհրդարանում, այնպես էլ հաջորդ խորհրդարանում կարողանալու ենք քաղաքացիական պայմանագրի գոնե մանդատներով, պատգամավորներով այդ որոշումներն ունենալ անկախ ընդդիմադիր պատգամավորների դիրքորոշումից։ Լավ, Տիկին Հակոբյան, ձեր նախընտրական, ձեր ուժի նկատի ունեմ նախընտրական խոստումներից մեկը եղել է այն, որ եռագլուխ էլի պատերազմի կուսակցության առաջնորդները Գագիկ Ծառուկյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Կարապետյանը բանտում են հայտնվելու, թեև շատ ժամանակ չի անցել վերընտրվելուց հետո, բայց այս մարդիկ մենք տեսնում ենք, որ անխոչնդոտ եւ ազատ կերպով շարունակում են հարցազրույցներ, ասուլիսներ տալ։ Գագիկ Ծառուկյանը միջազգային լրատվամիջոցներին Գարդիանին է հարցազրույց տվել, այդ ընթացքում Սամվել Կարապետյանն է ճակերտավոր ասած ուղիղ եթերում մի քանի լրագրողների ու լրատվականների համար հարցազրույցով հանդես եկել եւ նաեւ Ռոբերտ Քոչարյանը, մասնավորապես Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ դուք հաղթեցիք, որովհետեւ Եվրոպայի վրա կարողացաք վաճառել հակառուսականությունը, իսկ Ռոբերտ Քոչարյանը ասում է, որ պանիխիդայի դեմքով եք հայտարարել, այսպես ասած, ձեր հաղթանակի մասին, հոգեվարքի մեջ եք, հասկանում եք ձեր մոտալուտ վախճանը, մոտավորապես նման մի բան եւ նաեւ հայտարարում է, որ մեր աչքի առաջ գնում է իշխանափոխության յուրացման գործընթաց եւ դուք դարձել եք բռնապետ, այս ամենը պետք է փոխել, նոր հեղափոխություն է պետք անել, որի համար պիտի ստեղծվեն նաեւ անհրաժեշտ նախապայմաններ, իր բառերով ասած տրիգեր, որը օրինակ աշնանը կարող է լինել, օրինակ թանկացումները։ Հիմա չեք վախենում այս խոսակցություններից, այս խոսույթից եւ որ այս մարդիկ իսկապես կգնան եւ կգտնեն համապատասխան տրիգերը եւ համապատասխանաբար կիրագործեն հեղափոխությունը, որովհետև Սամվել Կարապետյանն էլ ասում էր, որ իրենք արդեն 500,000 գլուխ են, ունեն նաև իր բառերն են մեջբերում գորգրացող գլուխներ, որոնք երբ որ պետք լինի դուրս կգան փողոց եւ ինչքան պետք է կգորգրան։ Ես ընթացքում անկեղծ ասած մի կերպ ծիծաղս զսպեցի, ինչպես դուք, եւ տհաճ իհարկե արտահայտություններ լսել ենք, որ նրանք ոչ միայն իրենցից փող վերցնողներին են գլուխով հաշվում, այլ իրենց հուսամ դա որպես ուրեմն վիրավորանք չեն կիրառել քաղաքացիների հանդեպ, որովհետեւ եթե մարդին իրեն համարում է անասուն, իսկ գլուխով հաշվում են անասուններին, ապա ինքն իրեն դժվար չէ վիրավորի։ Չգիտեմ, ինչևէ, ինչ վերաբերում է տրիգերին, իրենք արդեն հոգեվարք է, հասկանում եք, արդեն օղորմատ հասախմված իրենց վրա, այսինքն էլ ինչ տրիգերի են սպասում, ես չեմ հասկանում։ Այս մարդիկ թանկացումն են, հա, որպես մեջբերում բերում, բայց իրենք ամբողջ քարոզարշավը կառուցել են Հայաստանի կործանման, իսկ Ռոբերտ Քոչարյանը առհասարակ ինքը ինչ ի հայտ է եկել քաղաքական դաշտում նորից հետ է եկել դեպի քաղաքականություն, խոսել է, որ Հայաստանը կործանվում է, րոպե առաջ պետք է փրկել Հայաստանը, հեսա կործանվում է, այն մյուսներն էլ եկան ու միասին խորով արդեն սկսեցին խոսել, որ հեսա ադրբեջանցիները գալու են, մեզ տեղից հանելու են, միջանցք տվել են, այսինքն այս ամեն ինչ թողել են մի կողմ, սպասում են տրիգերի, որ հեսա թանկացում լինի։
հասկանում եք, ուր են հասել, ինչից են խոսում։ Հիմա տեղ են դրել ժողովրդին։ Այսքան վախ սերմանելով, այսքան այսպես բուլինգի ենթարկելով այն մարդկանց, որոնք լավն են մտածում քաղաքացիական պայմանագրի մասին, ու գալ ասել հեսա շուտով կլինի թանկացում եւ դրա բերումով մենք տրիգեր կլինի հեղափոխություն կանենք։ Սա հիմարություն է, թող այս սցենարով էլ գնան։ Ասենք կգա համապատասխանաբար նրանց 7-ը, 40-ը, հա, տարին կտանք եւ այլն, միջև կվերանան կգնան այս քաղաքական դաշտից։ Իսկ որ այդպես լինելու է, սա միանշանակ է։ Եվ որովհետեւ իրենց գլուխները երբ որ գլխատվեն, այսինքն իրենց փողի քսակները, իրենց այդ հավաքող այդ երագլուխը, հա, ամեն մեկը, երբ որ համապատասխանաբար բանտ կնստի, պարզ է, որ նրանք գաղափարի շուրջ հավաքված մարդիկ չեն։ Նրանցից շատերին նախորդ գումարման ազգային ժողովում կտեսնեիք այլ խմբակցությունում, մարդիկ ամեն մեկը մի տեսակետ ունեցող մարդ է եղել, ուղղակի այստեղ հարմար է եղել, փողը շատ է եղել, եկել հավաքվել են միտեղ, հա։ Այսինքն նրանք գաղափարի շուրջ չեն հավաքված, նրանք որևէ անձի եւ նրա փողի շուրջ են հավաքված, եւ որ այդ փողը եւ անձը չի լինի քաղաքական դաշտում, նրանք կփլվեն ամեն մեկը իր գործերով կգնա։ Իսկ այս լռությունը ինչով է պայմանավորված, հարաբերական լռությունը, որ հիմա փորձում են դժգոհել, սահմանադրական դատարան դիմել, բայց այնուամենայնիվ մանդատները կվերցնեն կգան խորհրդարան, թե ինչպես որոշ մարդիկ հայտարարում են բոյկոտ կանեն այդ մանդատները չեն վերցնի, հասկանում եք ընդդիմության տրամադրությունները։ Ճիշտն ասած, այս օրերին անընդհատ ինչ ընտրություններն ավարտվել է, ես տեսնում եմ, որ տարբեր քաղաքացիներ, լրագրողներ, նրանցից սնվող, տարբեր ընդդիմադիր այլ գործիչներ, որոնք ցուցակներում ներգրաված չեն, նաև ցուցակներում ներգրաված, բայց մանդատ չստացած գործիչներ ասում են, որ պետք չէ մանդատները վերցնել, եւ նրանք տենց խորհրդավոր ասում են, այո, մենք դեռ պետք է քննարկենք, միգուցե այդպես ճիշտ լինի, մենք կարճ չաս չենք այդ մանդատներին, բայց ես վստահ եմ, խելոք մեկը մեկին հերթ չտալով արագ գալու են մանդատները վերցնելու են, գալու են պայքարելու են, որ իրենց սենյակը ավելի լավը լինի, պայքարելու են, որ լավ խմբերում ներգրավեն, պայքարելու են, որ գնան գործուղում, պայքարելու են, որ աշխատավարձ եւ այլն, եւ ընդհանրապես իրենք իրենց մանդատների համար այսօրվա խոսակցությունը լավ հիշեք։ Ասած այս մարդկանց ասել են մենք կքննարկենք, կասենք, հետո ասել են մենք գնում ենք խորհրդարան, որպեսզի ժամանակը երբ որ գա, մենք կարողանանք իմպիչմենտ հայտարարել եւ գողանալ քաղաքացիական պայմանագրի падգամավորներից, չգիտեմ, մի քանի տասնյակ կամ քանի հոգի։ Թող լինի 8։ Նրանք այս ամբողջ ընթացքում անգամ մեկ падգամավոր չկարողացան իրենցով անել։ Մեր կուսակցությունից հեռացված, մեր կողմից հեռացրած երկու падգամավորները նրանց հետ համակարծիք անգամ չեն։ Ինչի մասին է խոսքը։ Իսկ իրենց խմբակցությունից հեռացած գործիչներ մեզ տարբեր բաներ են պատմում, նաև հանրային են պատմում, ինչի մեզ հանրային պատմում են, թե իրենք ինչի վրա են շեշտը դրել ժամանակին, ոնց են ուրախացել, երբ որ Ադրբեջանը ժամանակին որևէ հարձակում է գործել, կրակոց է եղել, զոհ է եղել, ոնց են խանդավառվել ու եկել խորհրդարան, որպեսզի դա օգտագործեն, ուրախացել են, ժպտացել են եւ պսպողուն աչքերով եկել են խորհրդարան, որ դա օգտագործեն իրենց քաղաքական խոսույթում։ Էս են այս մարդիկ։ Լավ, 300,000 ադրբեջանցիների խոսույթը, որ բարբերաբար նախընտրական շրջանում շրջանառվում էր, ձեր ուժի կողմից հայտարարվում էր, որ դա հիբրիդային պատերազմի տրամաբանության մեջ է, մենք տեսանք, որ քարոզարշավի ընթացքում ուժեղ Հայաստանը անգամ հանրապետության հրապարակում ադրբեջաներենով ինչ-որ տեսանյութեր էր միացրել, բոլոր սոցիալական ցանցերում պտտվում էին այդ տեսանյութերը գեներացրած, երբեմն արհեստական բանականությամբ, երբեմն բնական բանականությամբ նկարահանված այդ տեսանյութերը, երբ ադրբեջանցիները գալիս են, մարդկանց տներն են մտնում, նրանց դուրս են հրավիրում, իրենք են տեղավորվում։ Սրա համար որևէ մեկը պատասխանատվություն կրելու է, թե չէ, թե անցավ գնաց ընտրությունները, հիբրիդային պատերազմ էր, հիբրիդային գրոհ էր կամ ինչ-որ մի բան էր, որի համար որևէ մեկը պատասխանատվություն չի կրելու, որովհետև հանրային գործիչները նաև պիտի իրենց հայտարարությունների համար որոշակի պատասխանատվություն կրեն։ Հիմա ինչու չկա բառի հայտարարության նկատմամբ նման պատասխանատվություն։ Շատ ջղայնություն ցասում եմ ես տեսել քաղաքացիների մեջ հենց այդ տեսանյութերի բերումով, որովհետև իրենց համար սուրբ համարվող օրինակ ծիծեռնակաբերդը նրանք մսկիթ են ցույց տվել, հա, ինչ որ տենց տարբեր ինչ որ Սաֆարովների մասին, Սաֆարովի երեխեքին ենք մենք հիմա տեղավորում մանկապարտեզ ձեր երեխան չի կարող, ինչ-որ բաներ են արել ու ցասում ա եղել։ Ես եմ ասել, որ այս ողջ ընթացքում նրանց գեներացրած այդ 300,000 ադրբեջանցին ամեն օր ու հատ գալու է, բայց ընդդիմադիրների քթից ամեն օր մենք նրանց քթից ամեն օր բերելու ենք այս խոսույթը ամեն օր իրենք թող չմտածեն որ տենց ասեցին մոռացան չի լինելու հիմա էլ ինչի չեն գալիս դրանցից ոմանք խորհրդարան նիստերա չէ
հիմա արտահերտ նիստաշուտով կլինի ոնց էլ չլինի լիագումար նիստեր կար ընտրությունից հետո օրերս նախորդ շաբաթ, բայց ինչի չեկան, որովհետև չեն կարողանալու պատասխան տան իրենց ասածների համար։ Իրենք ոնց որ անպատասխանատու եղել են նախորդիվ, հիմա էլ տենց անպատասխանատու մնացել են ու հաջորդիվել են այդ նույն կերպ մնալու։ Այդ 300,000 ադրբեջանցին գալու է ամեն մի այդ ընդդիմադիրի քթից։ Այդ մենք խոստանում ենք։ Մենք շատ ենք ուզում թող վերցնեն մանդատները, գան եւ ամեն օր առերեսվեն իրենց հիմարությունների հետ, ամեն օր։ Եվ կրկին վերադառնանք Ռոբերտ Քոչարյանի մեկ այլ հայտարարության, էլի նախընտրական շրջանում հայտարարում էր, որ եթե իրենից հաղթանակը գողանակ, անպայման գնալու են հեղափոխություն անելու ճանապարհով։ Հիմա հայտարարում է, որ հարմար տրիգեր լինի, իրենք կգնան հեղափոխության։ Տիկին Հակոբյան, քանի որ մեղադրանքներից մեկը ձեր ուժին նաև այն է, որ դուք եք Ռոբերտ Քոչարյանից կերտել քաղաքական գործիչ, որպեսզի նա նորից վերադառնա քաղաքական դաշտ, որպեսզի նա գնա մտնի մարդկանց մեջ, անգամ Քարոզ Արշավանի, ինչը երբեք չի արել եւ ինքն էլ է խոստովանել էկրանների առաջ, որ դա իրեն համար այդքան էլ հաճելի զբաղմունք չէ գնալ մարդկանց հանդիպել, հիմա կարող է այնքան մոտիվացնեք, որ Ռոբերտ Քոչարյանը իսկապես նաև հեղափոխություն անի, որովհետև վերջին շրջանում շատ է դրա մասին խոսում։ Ռոբերտ Քոչյանը իրենից քաղաքական գործիչ կերտեց 99 թվականին, երբ որ ինքն իրեն ասում էր, որ ինքը ընդհանրապես թագուհու կարգավիճակով է անգլիական, իսկ եւ հոկտեմբերի 27-ից հետո մնաց միակ տղամարդ, հա, իրեն այդպես կերտեց ինքը որպես քաղաքական գործիչ, մենք դրանում բան չունենք էլի որևէ ներդրում, իսկ հիմա դարձավ բլոգեր, այո, ժամանակները ստիպում են եւ այդ ապօրինի գույքի պահպանումը, տարբեր աշխարհ քաղաքական կենտրոններից այդ ստիպելը, այո, մարդուն դարձնում է անգամ բլոգեր։ Խաչակնքվեց, թե չխաչակնքվեց, ուղղակի մտավ եկեղեցի դուրս եկավ անգամ այդ այո, ժամանակին իրեն ալբանացի հայրմերը չիմացող դիտարկող մարդը։ Ինչու դուրս չեն գալիս փողոց, ինչու հեղափոխություն չեն անում։ Իդեպ նրա падգամավորներից մեկը ցուցակով, որը այժմ էլ է падգամավոր հաջորդ խորհրդարանում էլ է падգամավոր, լրագրողի հարցին ի պատասխան ասում է, որ հեղափոխություն դինում է նաև ուրեմն մտքի, այսինքն իրենց այդ խոստացած հեղափոխությունը դա մտքի հեղափոխության մասին է խոսքը, էլի, այդպես էր ձևակերպել Գեղամներ Կացեմ Մանուկյան։ Մարդիկ Քոչյանի հետ անգամ մատաղ ուտելու չեն գնա։ Ինչ հեղափոխության մասին է խոսքը։ Դուք պատկերացնում եք, որ նրա շուրջ կհավաքվեն մարդիկ եւ հեղափոխություն կլինի։ Անգամ մատաղ ուտելու մարդիկ չեն գնա։ Փողով, պրագոններով, տարբեր գողականների ներգրավելով կարողացել են ենթադրել մի քանի 100 մարդով շրջապատել Ռոբերտ Քոչյանին, ինքն իրան, որ այդտեղ մի քիչ լավ զգա եւ ցույց տան հասարակությանը իբր իրենք բան են, այտենց իրենցից բան են ներկայացնում, բայց դա նշանակում է, որ կարող է հեղափոխություն լինել։ Հեղափոխություն եղել է 2018 թվականին, երբ որ բոլոր քաղաքացիները համակարծիք են եղել այն ժամանակվա գործող բարքերի անտանելիության ու անթույլատրելիության հետ եւ հավաքվել են լիդերի շուրջ, ով հանձնառություն է վերցրել այդ ամեն ինչը փոխել ու մինչեւ այսօր Փարքաստո հասարակությունը շարունակում է վստահել եւ 8 տարի անց տալ այսքան մեծ վստահության քվե Նիկոլ Փաշինյանին, թիմին, ինչի համար էլի եմ ասում, սա շատ պարտավորեցնող է ու մենք որևէ խոստում չենք թողելու օթում 18-ից սկսած մենք խոստացել ենք, որ այս մարդիկ պատասխանատվության են ենթարկվելու, ցավոք սրտի դրանից հետո տարբեր իրադարձություններ եղան, գիտեք, կովիդ 1 տարի, պատերազմ, հետպատերազմյան իրավիճակ, Հայաստանի վրա հարձակում, Ղարաբաղի հայաթափում, այս բոլոր այս շոկերին ենթարկվել է Հայաստանի Հանրապետությունը, հիմա եկել է այն կայուն շրջանը, երբ որ մենք չունենք էլ արտաքին այդ ագրեսիան ուղիղ մեր սահմանին, մենք խաղաղություն ունենք այսօր տարածաշրջանում, ունենք խաղաղ սահմաններ, ունենք կարգավորվող հարաբերություններ հարևանների հետ, Թուրքիայի հետ, որի տասնամյակներով չունենք հարաբերություններ, Ադրբեջանի հետ, որի հետ ունենք պատերազմական իրադրություն, այսինքն հիմա ներքաղաքական իրավիճակում Հայաստանում իրավիճակն այնպիսին է, որ կարող ենք այն կարևոր ժամանակը եւ ներուժը ներդնել այդ խոստմանը, իրագործմանը, այն է այդ նույն պատերազմի եռագլխի նախկին մնացուկներին, թերմացքներին հանելու քաղաքական դաշտից։ Իսկ օրինաչափեր թույլ չտալ Ռոբերտ Քոչարյանին անձնական այցով, ինչպես ինքն էր հայտարարել դրա մասին, մեկնել Ռուսաստանի Դաշնություն, եւ քանի որ ասում եք ավելի խաղաղ ժամանակներ են, մենք տեսնում ենք, որ նախընտրական շրջանում եւ նաեւ դրանից հետո Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է սանկցիաները, տնտեսական սանկցիաների մասին է խոսքը եւ շատ ապրանքների մուտքը արգելել է եւ շարունակում է արգելել նույն այսպես մոտիվացիայով, շարունակում է արգելել իր շուկա, մենք տեսնում ենք, որ այս օրերին ճկուն գտնվելով փորձում ենք նոր շուկաներ
փնտրել եւ գտնել, բայց այնուամենայնիվ հիմա նաեւ նման իրավիճակ ունենք տնտեսական, ինչի մասին նույն մարդիկ ասում էին։ Ռոբերտ Քոչյանին թույլ չտալը մեր իրավասության շրջանակում չէ, նա գիտեք որ նոր ինչ որ էլի քրեական գործ կա, որով անցնում է ներգրաված է որպես մեղադրյալ կարծեմ եւ նրա դուրս չգալը, թույլ չտալը, հա, երկիրը լքելը դրա հետ է կապված, ամեն մեկը մի պատճառով սանկցիա կա եւ իհարկե օրինաչափ է, եթե դա ուղղակի որևէ սահմանապահ թույլ չտալ, դա օրինաչափ չէ, բայց եթե կա մեղադրանք, ինչի համար նա չպետք է երկրից հեռանա, իհարկե, հետո ձեզ համար տարօրինակ չէ, որ ընտրությունների ժամեր անց ինչ որ 3 կուսակցության լիդերներն էլ փորձում էին լքել Հայաստանը։ Այն ժամանակ, երբ որ դիմում էին սահմանադրական դատարան, պետքա դիմեին, երբ որ ԿՀ-ում էր process-ներ ընթանում, երբ որ իրենք հասարակությանը հրավիրում էին, ասում էին, եկեք ԿՀ-ի մոտ հանրահավաքի, եւ 3-ն էլ տենց տոմս էին առել, գնում էին արագ գործերով գային, հա, թե լքում էին, ճողոպրում էին Հայաստանից։ Դա տարօրինակ չէ։ Ինչ վերաբերում է սանկցիաներին, մշտապես եղել է Ռուսաստանի Դաշնության հետ այս հարաբերությունները, հա, մեր ապրանքները որևէ պատճառով դուրս չի եկել Հայաստանից, սա նաև խնդիրն է, որ մենք մի ուղղություն ենք ունեցել մեր ապրանքները դուրս հանելու, հա, այդ ԵԱՏՄ շուկան եւ վերջ, եւ եթե ցանկացել են որևէ ցուպիկի պատճառով մեր ապրանքը մնացել է Լարսում, ճանապարհին, փչացել է, հետ է եկել եւ այլն, եւ մեր տնտեսվարողը տուժել է։ Մենք լավորիչ չէ, բայց շատ լավ ստացվեց, որ նաև ունեցանք այլընտրանք սրան եւ դուք գիտեք, որ այսօր օրինակ Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն էլ նաև հայտարարել էր, որ հայկական ծիրանի առաջին խմբականակը մուտք գործեց Եվրամիություն։ Գիտեք, որ մեր ծաղիկ արտադրողները արդեն հասանելիություն ունեն Եվրամիության ամենախոշոր շուկան ծաղկի, այսինքն մեր ապրանքները հիմա այս ուղղությունը եւս մեր տնտեսական դիվերսիֆիկացվել է եւ մեր տնտեսվարողները կարող են Եվրամիություն նաեւ արտահանում իրականացնել, ինչ վերաբերում է կոնկրետ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններին, ապա այս խնդիրները մշտապես եղել են եւ մշտապես մենք բանակցություններով խնդիրը լուծել ենք։ Հիմա էլ կարծում եմ մենք կարողանանք նաեւ այս խնդիրները կարգավորել եւ այս ուղղությունը կլինի հերթական հնարավորություն տնտեսվարողի համար, ոչ թե միակ այլընտրանքը։ Բայց հարաբերությունները նման վիճակում միշտ են եղել, այսինքն առնվազն բոլոր ընտրություններից հետո Ռուսաստանի Դաշնությունը շնորհավորել է, եղել են ընթացակարգեր, որոնք պահպանվել են։ Հիմա մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը առաջին դեմքի մակարդակով անգամ չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին, Ուշակովը օգնականը Վլադիմիր Պուտինի ասել է, որ հանդիպման մասով որևէ մանրամասներ եւ տեղեկություններ չունի, խոսքը Նիկոլ Փաշինյան-Պուտին հանդիպման մասին է, որի մասին նաև նախընտրական շրջանում վարչապետը խոսել է, եւ այս պայմաններում արդյոք վարչապետը պատրաստվում է մեկնել Ռուսաստանի Դաշնություն, հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, որը կարծես թե խուսափում է ընդունել այս պատկերը եւ շնորհավորել, եւ ընդհանուր առմամբ ինչ իրավիճակում են հարաբերությունները։ Ուշակովին, եթե անհրաժեշտություն լինի, վարչապետի օգնականը կպատասխանի, ես իրեն չպատասխանեմ։ Այցի հետ կապված մշտապես եղել են այցելություններ Ռուսաստանի Դաշնության պաշտոնյաները եկել են Հայաստանի Հանրապետություն։ Սա անընդհատ գործընթաց է։ Չկա որևէ օր ֆիքսված, որովհետև դեռևս չկա ֆիքսած օր։ Ընդամենը դրա մասին հայտարարություն չկա։ Երբ որ լինի, անպայման կհրապարակվի, որևէ թաքուն բան չկա եւ ոչ էլ այտենց ինչ որ աշխարհացունց բան է Ռուսաստանի Դաշնություն այցը, հիշում եք անգամ մայիսին, չէ, վարչապետը եւս եղավ Ռուսաստանի Դաշնությունում, հիշում եք ապրիլի վերջ, Վլադիմիր Պուտինի հետ հայտնի հանդիպումը, որի ժամանակ նա ասում էր, որ Ռուսաստանի Դաշնության անձնագրով ռուսամետ ուժերին թույլ տանք մասնակցի եւ այլն, այսինքն այտենց նոր բան չի էլի, կլինի եւ երբ որ լինի, բոլորը կիմանան դրա մասին։ Մեր հարաբերությունները հիմա տրանսֆորմացիոն փուլում է ու ես որպես այդ Հայաստան-Ռուսաստան միջպարլամենտական խմբի անդամ, պատգամավոր, նաև իմ աչքով եմ տեսել այդ տրանսֆորմացիոն ողջ փուլը, ուզում եմ ձեզ վստահեցնել, որ ժամանակին այն մոտեցումը, որ կուդա Վիդենիցիս, այսինքն այդ միակ այլընտրանքներ էլի ու ինչ պետք է անենք, հա, այսինքն վարդերը կփչանային, հա, այսինքն մեր ողջ տնտեսությունը, ողջ մեր արտադրանքը, մեր ամեն ինչը, մեր զենքի ձեռքբերում, մեր անվտանգությունը, ամեն ինչ մի տեղից էր կախված։ Հիմա այդ հարաբերությունները վերածվել են գործընկերության, այսինքն Ռուսաստանի Դաշնությունը մի ուղղություն է, որից մենք
օգտվում ենք, բայց դա միակ ուղղությունը չէ։ Մենք կարող ենք ատոմակայան կառուցել եւ Ռուսաստանի Դաշնության առաջարկած ուրեմն տարբերակով եւ ենթադրենք Ֆրանսիայի տարբերակով, հա։ Մենք մեր վարդերը կարող ենք եւ ԵԱՏՄ շուկա արտահանել եւ Նիդերլանդներ արտահանել։ Մենք կարող ենք օրինակ, չգիտեմ, այլ տնտեսական, հա, եւ զենք գնելը, հա։ Դուք տեսաք զորահանդեսի օրը եւ ռուսական արտադրության զինատեսակներ եւ տեսաք ֆրանսիական եւ այլ երկրների զինատեսակներ։ Այսինքն մի ուղղություններից մեկն է դարձել, ինչը ավելի գործընկերային է դարձնում, ոչ թե այսպես տրկատիրոջ ճորտի հարաբերություն։ Իսկ գործընկերային է, նկատի ունեմ, որ ռոպագանդիստները, որքան էլ չեմ ուզենա նրանց մեջ բերել, բայց այնուամենայնիվ Մարգարիտա Սիմոնյանի, Սոլովյովի մակարդակում վերջին օրերին քննարկվում է ներհայաստանյան իրադարձությունները, նախ ամենավերջին կերպով անվանարկում են ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչը հարիր չէ անգամ մեջ բերել բառացի, եւ նաեւ անվանարկում են 727,000 քաղաքացիներին, ովքեր գնացել եւ ընտրել են քաղաքացիական պայմանագրին։ Մարգարիտա Սիմոնյանը մասնավորապես ասում է, նրանք շատ են կերել պոնչիկներ եւ նայելիս իր բառերով ասած, եւ հիմա ժամանակն է կնուտի, որպեսզի նրանք հասկանան, թե ինչ է կատարվում, այսինքն գործընկերային տրամաբանության մեջ է սպառնալ երկրին, երկրի առաջնորդին եւ բացի այդ նաեւ սպառնալ այն բոլոր քաղաքացիներին, ովքեր օրինակ գնացել են եւ ընտրել են քաղաքացիական պայմանագիր եւ հիշեցնել օրինակ Ուկրաինայի օրինակը։ Ես չեմ ուզում այդ հայատյաց հայացքներով մարդկանց առհասարակ արձագանքել, մանավանդ ինչ որ հայկական արմատներ ունեցող, չնայած ասում էր, որ ԴՆԹ-ն ցույց է տվել, որ ինքը հայել չի ու դա շատ լավ նորություն է մեզ համար։ Չեմ ուզում իրենց արձագանքել, բայց սա շատ նման է նաև հայ ընդդիմադիր գործիչների արտահայտություններին, որովհետև դուք կհիշեք մեր ընտրազանգվածին տարբեր անվանարկումները, ժեխեր ասելը, չգիտեմ, վատ ինչ որ բառերով անվանարկելը մեր ընտրողներին, մեղավորությունը գցելը, այս օրերին անգամ այդ ընդդիմադիրների ասուլիսներից եք խոսում, կլսեք թե որքան են բանանում մեղադրում մեր ընտրողին, հա, նորմալ սինխրոն աշխատում են մարդիկ, դա հեչ, բայց նրանք մինչև մեր ընտրողին բանը քննադատել է, պետք է մի հատ շրջահայաց նայեն, էլի։ Իրենք մեղադրում են մեր ընտրողին, որ մեզ է ընտրել, բայց իրենց մեղավորություն չեն տեսնում, թե իրենց ինչու չեն ընտրել։ Ես էլ չեմ խոսում իրենց արած այդ ապօրինությունների, մարտի մեկերի, կեղեքելու, գողանալու, չեմ սպանելու, այդ գործերը մի կողմ եմ դնում։ Այս ընտրություններին ովքեր էին իրենց շտաբի պետերը։ Շտաբի պետերը նշանակել են մարդկանց, ովքեր նախկին գյուղապետերն են եղել, կեղեքել են այդ գյուղի մարդկանց, հիմա այդ մարդը տենց կանգնել է իր փորով, ինքնաշտաբի պետը, ասում է եկեք Հայաստան դաշինք կամ ուժեղ Հայաստան ընտրեք, ու այդ քաղաքացին պետք է գա ընտրի։ Այսինքն իրենք անգամ այս քթածակ ասեմ, ռուսերեն բառով իրենց աշխատանքային լեզվով նյուխն ասեմ, այդ չունեն, հասկանում եք, որ հասկանան, որ դա ինչքան վատ բան է, կամ միգուցե չգիտեն, որ այդքան վատ բան է, կամ միգուցե չեն պատկերացնում, թե իրենց պաշտոնյաներն ինչ են արել ժամանակին։ Հիմա այդպես ամեն գյուղում քաղաքում դրել են իրենց կեղեքող հասարակությանը մարդկանց, ու այդ մարդիկ պատկերացնում են, որ գիտի գնան իրենց ընտրեն։ Ախր ուղիղ բան է, էլի, դա շատ պրիմիտիվ բան է, որը իրենք չեն հասկանում։ Դրա համար էլ չեն ընտրվում, որովհետև իրենք չեն հասկանում հայ ժողովրդին։ Իրենք մտածում են, որքան հարուստ, այնքան լավ, որքան շատ փող, այդքան լավ։ Հեսա իրանց միլիոնանոց կոստյումները կհագնեն, կգան կմտնեն խորհրդարան, կասեն, ով են սրանք, վարկով ապրող էս ՔՊԱ-կանները, մենք ենք, հələ մի հատ նայեք իմ օծանելիքը, իմ մեքենան, դուք չեք պատկերացնի ինչ մեքենաներով են նրանք գալիս աշխատանքի։ Դուք չեք պատկերացնի ինչ բրենդային կոշիկներով, պայուսակներով եւ շորերով են գալիս։ Այդ մարդիկ այդ նույն բրենդերներով գնում են մտնում են գյուղ, ասում են մենք հարուստ ենք, մեզ պետք է ընտրեք, ոչ թե ՔՊ-ին, որովհետեւ վարչապետը ձեռքով է լավաշ կտրում, չգիտեմ, այս պատգամավորը հիպոթեք ունի, այն մյուսը, չգիտեմ, թեմույց բան է, պատվիրում, ինչպես հասարակության բոլոր անդամները երևի, հա, բոլորս էլ վարկեր ունենք, բոլորս էլ հանգստանալու համար կուտակում ենք, մի քիչ հավաքում ենք, որ գնանք հանգստանալու, այդպես մենք ապրում ենք, որովհետև այդպես մեր հասարակությունն է ապրում, մենք ավել չենք մեր հասարակությունից։ Լավ, իսկ սպառնալիքները ԵԱՏՄ-ից եւ ՀԱՊԿ-ից իրենց բարոյով ասած դուրս շպրտելու մասով եւ այդ մասին խոսում էր նաեւ Ռոբերտ Քոչարյանը, որ դուրս շպրտել ես չեմ հիշում պաշտոնյաների կողմից կոնկրետ արտահայտություն, միգուցե նրանց սատելիտների, բլոգերների կողմից եղել է, հա, որովհետեւ պաշտոնյաներից ես հարգալից խոսույթ եմ լսել եմ, որ մնում է Հայաստանը նույն ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում վստահելի գործընկեր, ով շահեր ունի այս կառույցից եւ միշտ մեզ սպասում են հետ, որովհետեւ մենք հաջող համագործ
համագործակցել ենք, այսինքն ես միայն հարգալից բաներ եմ լսել եւ ուզում եմ փաստել, որ այո, նույն ԵԱՏՄ-ին մենք շատ ուրեմն հաջող համագործակցում ենք, դրանից ունենք շատ շահեր մեր երկիրը եւ մենք չունենք ուրեմն ապագայում էլ մոտ ապագայում էլ դրանից հրաժարվելու պլաններ եւ ասեմ ավելին ԵԱՏՄ-ից չեն էլ կարող հեռացնել Հայաստանի Հանրապետությունը, որովհետեւ այնտեղ այդպես կապրիզների կառույց չէ, դա պայմանագրով է ուրեմն կարգավորվում ներքին կանոնադրությամբ եւ այնտեղ չկա հնարավորություն մի ուժին դուրս թողել, մանավանդ երբ որ այդ ուժը արել է իր բոլոր գործընկերային պայմանավորվածությունները։ ՀԱՊԿ-ի մասով դուք գիտեք, որ մենք գումարը չենք վճարում, այո, մենք սառեցրել ենք, մենք չենք համագործակցում, տվել ենք դրան գնահատական ինչու, բայց մյուս կողմից չկա գնահատական եւ հետեւաբար եթե կգտնեն այնտեղ կա հեռացնելու ինչ որ տենց հնարավորություն, եթե կգտնեն որ պետք է հեռացվի Հայաստանի Հանրապետությունը, խնդրեմ, բայց մենք սրա մասին դեռ քննարկում չունենք, մեր տեսակետը մնում է նույնը, մենք ՀԱՊԿ-ի հետ չենք համագործակցում, որովհետեւ ՀԱՊԿ-ն չի տվել գնահատական, շատ կարեւոր կանոնադրային պարտականությունը չի կատարել Ադրբեջանի հարձակման դեպքում ջերմուկի վրա եւ այս կետից մենք չենք համագործակցում։ Եվ Տիկին Հակոբյան ամփոփելով առաջիկա 5 տարիներին նախ ընդհանուր առմամբ ձեր գնահատմամբ ինչպիսի խորհրդարան կունենանք, դա նախորդ խորհրդարանից ինչով է տարբերվում, ավելի լավն է թե շատ ավելի վատ խորհրդարան է ձևավորվել, որովհետեւ նման տեսակետներ կան, որ ներկայիս խորհրդարանը, որը ձևավորվելու է, շատ ավելի վատն է, քան նախորդը, որ ունեինք, եւ քանի որ մի շարք խոստումներ եք տվել նախընտրական խաղաղության պայմանագրի կնքում, TRIP-ի իրականացում, նաեւ այնտեղ եկեղեցու բարենորոգման մասով եւ մի շարք այլ խոստումներ, գնալու եք այս խոստումների ետևից եւ հատկապես հանրության գիտեք լայն զանգվածի մտահոգությունը, դժգոհությունը ձեր ուժից կայանում է նրանում, որ դատա իրավական համակարգում այնուամենայնիվ չեն տեսնում այդ վճռական մոտեցումը, որ օրինակ նույն Ռոբերտ Քոչարյանի մասով, Սերժ Սարգսյանի մասով եւ մնացած բոլորի մասով կլինեն վճիռներ, որոնք իրականությանը կհամապատասխանեն։ Վճիռների մասը դնեմ մի կողմ, որովհետեւ իմ ուրեմն տիրույթում չէ, բայց մենք մեր խոստումների հետևից գնալու ենք ոչ թե նրա համար, որ մենք նախընտրական շրջանում այդ խոստումը տվել ենք, այլ որովհետև դա մեր քաղաքականության շարունակությունն է։ Խաղաղության համաձայնագիրը բանակցվել եւ նախաստորագրվել է նախորդ շրջանում, հիմա մենք պետք է դա շարունակենք, որովհետև դա շարունակություն է տրամաբանական։ TRIP-ի հետ կապված բոլոր պայմանագրերը, բանակցությունները, ամեն ինչը պայմանավորվածությունները եղել է նախորդ շրջանում։ Հիմա դա շարունակվում է, որովհետև դա է տրամաբանությունը, պետք է գա, արդեն ենթակառուցված լինի, մենք դա տեսնենք, շինարարություն եւ այլն եւ աշխատեն այդ ճանապարհները։ Այսինքն ոչ թե խոստման համար, այլ դա է մեր քաղաքականությունը, որևէ տարօրինակ բան դուք չեք տեսնի։ Մենք սարքել ենք 300 դպրոց, հիմա շարունակելու ենք սարքել, որովհետև դա է մեր քաղաքականությունը, որ որևէ դպրոց այդ փլված վիճակում չպետք է լինի։ Դա է, մենք անելու ենք, որովհետև դա մենք ուզում ենք, մենք կարող ենք ցույց ենք տվել եւ դա է ճիշտը, մենք շարունակում ենք նույն քաղաքականությունը խորհրդանի մասով։ Ես չեմ կարող ասել, որ հանրապետականն է պատիվ ունեմին փոխարինեց հանրապետական մեկ այլ ուրեմն ուժեղ Հայաստան ինչ որ անունը կրող ինչ որ մի հատ ֆրակցիայով, պետք է դրանից որակ փոխվի, լավ կամ վատ, չի կարող ինչ որ բան լինել։ Ուղղակի ավելի նոր մարտիկ կան այնտեղ, որոնք առաջի անգամ են խորհրդարանում եւ տարբեր ամբիցիաներ ունեն եւ պատկերացնում են, որ էլի իրենց այդ բլոգերային շրջանն է շարունակվում։ Կգան մի քիչ ջանք պետքա թափենք, որ իրանց իջացնեն գետին եւ առերեսվեն իրականության հետ, հետո արդեն նորմալ կգնա այնպես ինչպես նախորդ խորհրդարանն ա եղել։ Շնորհակալ եմ։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանն էր, կհանդիպենք։